Երկրապահները Հրազդանի Վանատուր թաղամասի Պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անմահ հիշատակին։ Հոկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված երկրապահ հրամանատարներ Արմեն Գևորգյանի, Շահեն Ղազարյանի, երկրապահ կամավորական Հովհաննես Մարկոսյանի եւ նրանց կողքին մարտի դաշտում ընկած կամավորականների նահատակվելու 5-րդ տարելիցը։ Քրիստոս ամեն Հայր մեր, որ հերկինս ես Սուրբ Եղիցի անունքով, եկես ցե արքայություն կա, Եղիցին կամ քո որպես հերկինս եւ երկրի, ըս հաց մեր հանապազոր տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մի, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկիած մեզի չար, սիքո արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս, ամեն։ Ալելույա, ալելույա, իրավունք եւ արդարություն արեցին ներիչների ձեռքերի հանձներին, երանությանդ մեջ ընտրին, քո ծառային, որպեսզի անբարտավան մարդիկ չար համարեն ինձ, աչքերս քո փրկությանը սպասեցին թե, արդարության խոստումից կատարումին սպասեցին, ողորմությամբ վարվի ծառայիդ իմ հետ։ Երկրապահ կամավորականների միության անդամները վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, նրանց ընտանիքի անդամներն ու մարտական ընկերները, քաղաքային ղեկավարության ներկայացուցիչներ այցելեցին հերոսների շիրիմներին, խնկարկեցին եւ ծաղիկներ խոնարհեցին հարգանքի տուրք մատուցելով նրանց անմահ հիշատակին։ Հանուն հայրենիքի նահատակված հայորդիները ապրում են այս հողի մեջ, մեր աչքերում, մեր սրտերում, ապրում են յուրաքանչյուր խնկի ծխի մեջ, երկինք բարձրացող աղոթքի նման։